Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան։ Ես խոստացել էի, որ այս թեմային բարբերաբար կանդրադառնամ եւ կխոսեմ, հա, ինչին որ մենք հասանք, խնդրանքս բայց իմ ընկերներին, հետևորդներին այս վիդեոն մաքսիմալ տարածել եւ եթե մարդիկ կան, որ այլ կարծիք ունեն, համեմատեն կամ վերլուծեն իմ տարբերակի, հա, իմ մտածածի հետ, թե իրանք ինչ են մտածում։ Տեսեք հայր ջան, այս անգամ ես ուզում եմ գամ մի քիչ ավելի խորքից, այն որ մենք վերադարձրեցինք Արցախը, այսպես ասած, հա, պատերազմի միջոցով մենք վերադարձրեցինք Արցախը եւ այդ ժամանակ նաեւ process էր գնում անկախանալու ԽՍՀՄ-ի փլուզում եւ տարբեր բաներ ու ինչի մնաց ինքը ոչ Հայաստանի ինչ որ մարզ, ոչ անկախ պետություն, այսինքն մնաց ինքը օկուպացրած տարածքներ, ոնց որ նախկին ղեկավարները շատ անգամ հնչեցրել են, հա, շեշտել են այդ օկուպացրած տարածքները, Արցախի մեր շրջանի մասին է խոսքը։ Ու ինչի հենց հիմնական պատճառն էր ըստ ինձ, որ ինչի սպանվեց Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան եւ Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի այդ տերորի մասին, հա, թե ինչի եղավ դա, հենց հիմնական պատճառներից մեկը դա էր, որ իրանք չուզեցան թողել այդ տարածքը Արցախը որպես կռվախնձոր, բայց Ռուսաստանին հաստատ պետք էր որ լիներ կռվախնձոր։ Եվ դրա համար տենց կռվախնձորել մնաց մինչև 2020 թվական, բայց դե կռվախնձորը Ադրբեջանն էլ ուներ իր պահանջները Ռուսաստանի դեմ եւ եկը հասունացել էր այն պահը, որ պետքա վերադարձվեր Ադրբեջանին, օկուպացրած իրանց ասած տարածքները, մարդիկ մտածեցին, չնայած իրանց մարդ կոչելը մի քիչ հանցագործություն է, բայց դե մտածեցին, որ 18 թվականին կարա լինի նաև տեսան Նիկոլ Փաշինյանը գալիս է Գյումրիից, մտածեցին եկեք տանք Նիկոլ Փաշինյանին իշխանությունը, պատերազմ կլինի, հաստատ Հայաստանը ոչ մի շանս չի ունենա, որովհետև Ռուսաստանը թույլ չի տա եւ կաջակցի Ադրբեջանին եւ չնայած Հայաստանին կասի դուխով ես ձեր կողքին եմ, Արցախը Հայաստանը եւ վերջ, որը որ Նիկոլ Փաշինյանը կրկնեց եւ ավելի թեժացրեց, կարելի է ասել այդ բանը, հա, իրավիճակը եւ այդպես շատ հանգիստ Արցախը կվերադարձնենք, մենք այն ժողովուրդը sense գժված կհելնի նոր իշխանության դեմ, կվռնդի, մենք էլ հետ կգանք պաշճակատով, կասենք, էս էիք ուզում, տեսակ ինչ եղավ։ Ես էլ ձեր հեղափոխություն Նիկոլ Փաշինյան, ես կոմ են կոմ, բայց փառք Աստծո հայ ժողովուրդը գիտակից էր, նոյեմբերի 9-ին չտրվեց նման կտերին, կարելի է այսպես ասել սադրանքներին եւ հեքիաթներին եւ շատ լավ գիտակցեց, թե այս ամենը ուրա տանում եւ ինչի համար է արվում։ Բայց եւս մեկ կարևոր շատ փաստ, որ մարդիկ կան, դեռ կան մի քանիսը, որ կմեղադրեն ներկա իշխանությանը Արցախի եւ զոհերի հետ կապված, բոլորը շատ մեծ իհարկե ցավ են կապում այդ ամենին։ Բայց իրավիճակն է այդպեսին, որ կամ պետքա Հայաստան կորցնենք ըստ ինձ, ամբողջովին մեր պետությունը կորցնենք կամ կանգ առնենք եւ այնքան տարածք իշխան ունենք այսօրվա դրությամբ եւ կարողանանք պահել, պետականացնել, անկախացնել եւ ինչի՞ չէ, հարևան երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել եւ ոչ մի վտանգ չներկայացնեն մեր ունեցած այս փոքրիկ մի
հողին, հա, որ մենք անկախ լինենք, ինքնիշխան լինենք, չնայած անկեղծ որ ասեմ, կարծում եմ, որ դեռ մինչև օրս մենք չենք կարող համարվել ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստան։ Մենք էթում ենք այդ ամեն ինչ անում ենք, պայքարում ենք այդ գաղափարի, այդ բառերի հզոր իմաստի հետևից, բայց դեռ որ ասեմ ամբողջովին մենք ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ենք, մի փոքր հələ այն դիրքը մենք չունենք, այն հզորությունը, այն դիվանագիտական այն գաղափարները հարևան պետությունների հետ չունենք։ Դրա համար կարողա դիմենք Ամերիկա, Եվրոպա, ինչի՞ չէ նաև Ռուսաստան, չնայած Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ իր իշխանությունը, իր ստրկությունը պահի։ Շատ պարզ օրինակ Վրաստանը ձեզ։ Պետք չի շատ հեռու գնալ։ Ինչ եղավ Վրաստան։ Անկախացավ, իշխանափոխություն եղավ, տարածքներ կորցրեցին Ռուսաստանի հետ, պատերազմ սկսեց եւ այսօրվա դրությամբ էլի ըստ ինձ, չնայած ոչ թե մենակ ըստ ինձ, իմ կարծիքով բոլորի կարծիքով էլի Վրաստանում իշխում է Ռուսաստանը։ Այսինքն պետք է մենք Աստված չանի այդ Վրաստանի օրինակը ճանապարհով գնանք, հա, էլի այսքան տարածք Արցախ կորցնենք, այդքան զոհեր տանք ու հետո էլի Ռուսաստանը գա մեր երկիրը իշխի։ Բոլոր հարցերը փակի, որը որ ուզում էին անեին նոյեմբերի 9-ին։ Բայց նաև մի շատ կարևոր փաստ կուզենայի առանձնացնել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի, հա, մեր վարչապետի մասին է խոսքը։ Իսկ ինչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին այս ամենից հետո համաձայնության եւ պայմանավորվածություն ունենալ Ռուսաստանի հետ, համաձայնության գար, հա, այդ Պուտլեր կոչվածի հետ, իր ցանկությամբ էլի Հայաստանը պահեր շատ ծանր վիճակում, աղքատության գաղթելը, որը որ ժողովուրդը բոլորը հելնում գնում էին, ցուցանիշները բոլորս գիտենք հիմա ոնց է, հա, ավելի շատ վերադառնում են, ոչ թե գնում են։ Եվ էլի առաջվա նման Սերժի ու Քոչարյանի նման երկիրը թալաներ, դղյակներ, բադեն, կղզիներ, առուսներ, ինքը իր կոպիտ ասած կայֆ բաներ ու հանկարծ մեկտեղ մի հատ ավել պակաս բան խոսալ գլխին տար։ Ինչն է խանգարում։ Մի հատ բան կա խանգարում, հայրենասիրությունը, հայրենիքի նվիրվածությունը, որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը։ Իր բազմահազար դղյակները ցույց տալով, դղյակները ասելով նկատի ունեմ մանկապարտեզներ, դպրոցներ, այգիներ, բակեր, ճանապարհներ եւ բժշկական հաստատություններ, թոշակների բարձրացում եւ ավելի բարելավում է մարդկանց կյանքը։ Սա իմ կարծիքն է, սա իմ ընտրությունն է, կարծիքին հիմնված ժողովուրդ ջան, եթե ունեք այլ տարբերակ, խնդրում եմ նաև ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններով։ Իսկ եթե ով որ մի ավել պակաս հայհոյան կամ ինչ-որ բան եթե գրի, ես անկեղծ առաջ շատ էի գլուխ դնում, ես համար ուզում, բայց հասկացա կեսից շատը ֆեյք արարածներ են, որը որ պետք չի իրանց հետ ոչ մի բան անել, պետք է պարզապես բլոկել եւ ուղարկել գրողի ծոցը։ Լավ եղեք, հաջողություն։